Հիմի ես սրանից մի քանի բան առաջ են մգեր Արմենիա կար, անդրադարձա դրա այդ պահվածքով, դրա այդ դրսևորումով, ես մեկնաբանեցի իր պահվածքը, անձամբ ես իրան ծանոթ լինելով, ասել եմ մգեր Արմենիա, քեզ ես տեսել եմ ուրիշ ընդդիմադիր դաշտում, Նիկոլին անձամբ դու, կամ ես իշխանությանը անձամբ դու վիրավորելով, անձամբ դու դատապարտելով, մեկ էլ մի օր տեսնում եմ դու դրանց կողքը կաղնած ու դրանց ես գովաբանում, իմ ասած բարերս, հիման վրա վերցրել ես ինչ-որ տարբեր տեղեր, բաներ ես տեղադրում, իմ մասին էլ անվանելով Անժելայի բիսետկայից խոս, այ ախպեր, ավելա լավ է ես Անժելայի բիսետկից արժանապատիվ հայի կերպարով խոսամ, կամ քո նման ծախված, քո նման այդ որիտ էլ որ վարդեն է, կամ սիրտեն է, արդեն կպցրել, դրա մասին էլ եք տեղյակ, արդեն հասել է դրա մասին, դու մի հատ պատճառը ասա տենեմ, ինչի համար ես անցել նիկոլականների կողմը, ես պատճառը գիտեմ, արդեն պարզաբանել եմ քո շրջապատից, եկա պարտքերի տակ ես եղել, եկա փողի տան կորուստի տունը բան կար, որ տունը կարող է կորցնել, գնացել ես այդ քայլին, ասել են ինձ դրա մասին, բան նիգաձայ մարդիկ երեխեք են զոհաբերել, այ պադոնոք մարդիկ երկիր են կորցրել, չկարողացան իրանք այդ փողի զոհ դառնային, այդ քո պատասխանն եմ ասում, էսի կարայի չանդրադառնայի, բայց քո կերպարով այդ եվրոպական կերպարով էլի, որ արդյոք նորից եմ ասում, որից սիրտ են արել, արդեն սիրտ են երևի կպցրել էլի, դրանով դուրս եկած հպարտանալով խոսում, երկու երեսանի մեր դեմը կայնած հպարտանալով Արցախի մասին խոսում ես կամ արցախցիների մասին խոսում ես, այսօր եկած դու դրա հետ քայլում ես, այ դու դրա պատասխանը տուր, այս մեկի բիսեդկայում եմ, ես որտեղ էլ ինչ խոսեմ, թե քո են շփման ժամանակ խոսելուց ես իմ բարերի տերն եմ միջև օրոս, թե ամեն տեղ, բայց դու չէ, այ մենք դրանով ենք իրարից տարբերում, այ հայն էլ է, իսկական հայն էլ է դրանով տարբերում, որ տղամարդ մարդը միշտ իր խոսքի տերը պիտի կաղնի, որ իսկական հայը միշտ պիտի սրբությունների արժանապատվության արժեքներով առաջնորդվի, ոչ թե շահը օգուտ կամ էս, այ դրա զոհն եք դարել, այ նիգաձայ, դրա համար եմ ասում, մի գնացեք արա, վաղ ես երկրում ես հողում ապրելու համար, որ գոնե լա մի հատ տեղ ունենա, կամ էլ վրա քայլելուց լա գլուխները քաշած բանարած չքայլեք, այդ էլ քո փայում, մնացած են երաժիշտներին կամ մնացած են ներկայացուցիչներին, էլի նույն բանը վերաբերվում է, Արցախի անունը չտակ պատոնոկներ, Արցախի անունը մեկից բերանից լսեմ էսի, ամեն ձևի հայհոյելու եմ, սրիկան էլ Արցախը դարձրել եք ձեր համար բանի առարկա, որտեղ պետք է օգտագործում եք ձեր երեսը թասիբը մի քիչ ձևակերպելու, ուրիշ մի տող էլ որ պետք է փողի, որ ասում է ինչ-որ շահ կա կամ բան կա, դրա հիման վրա, այդ ձեր պահվածքն էլ էդիա, չէ, մաքրվելու է, նմանատիպ մարդիկ, նմանատիպ պատոնոկները, հա մեր մշակույթից է մաքրվելու, հա մեր ժողովրդի, մեր ազգի մեջից է մաքրվելու, այս ընտրությունները, գալիք ընտրությունները, նորից եմ ասում ժողովուրդ, եթե դուք չգնաք այն ընտրությանը, որ դուք վաղվա օրը ուզում եք տեսնեք ձեր իսկական իրական հայի կերպարը, նորից եմ դուք ամեն մեկը դավաճանում եք ձեզ, Արցախը դրեք մի կողմ, ներկա ժամանակներից եմ խոսում, թուրքմացման ծրագիր է գնում, թուրքացման հասկանում եք դա դե ինչ վտանգ է, մարդիկ սաղ աշխարհն են դրա մասին խոսում, սաղ աշխարհի ղեկավարներ են ոչ թե ծաղրում, այլ զարմանքով նայում են մեր ազգի, մեր ժողովրդին, ասում այս ի՞նչ է կատարում այս ժողովուրդը հետ, հին ազգ, որ ունի հին հազարավոր տարվա պատմություններ, այսօր եկել է հասել մի իրավիճակի, որ այդ ազգը ինքը իր ձեռով է տանում կործանման, ոչ մեկը մեզ չի ստիպում, մենք ենք անում, մենք ենք գնում այդ կործանման, հիմի ունեք այսօր բոլոր հնարավորությունները, ընտրելով արժանապատիվ ղեկավար, ընտրելով իսկական հայի, ընտրելով ղեկավարին, մենք որ հպարտությունով դրա մասին խոսենք, ամաչելով չխոսենք, Էսա քանի տարի է հենց ամեն ինչից խոսում եք, գալիս եք հասնում ղեկավարի մասին մեկնաբանելու, կամ պիտի քֆրտես, կամ պիտի հայհոյես, դե ուրիշ ձևի չի ստացվում։ Դա ամոթ չի, հերիք չի, ինչա, մեզ չենք բանարել, մեզ որ ասում ստիպել են, մեզ բերել են այդ իրավիճակին հասել։ Հիմա մեր իրավունքները խլողը, մեր իրավունքները վաճառողը, այսօր բերանը բացում է, խոսում է բանի մասին, Արցախի հարցի փակման մասին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին, կամ վաղվա ապագայի մասին։ Դուք պատկերացրեք ինչքան մարդ պիտի ոնց ասեմ, որ ասում բանից կտրված են, էլի մարդկային սկզբունքներից, էլեմենտար ազգային սկզբունքներից կտրված են, որ իր ժողովրդի մի մասը, որ զոհ է դարել պատմական թշնամուն, ստիպի կամ էլ բանանի փորձի տանի այդ ժողովրդին սուտ ուղղությամբ կամ շուտ ճանապարհով մոռացության տալ խոսքի այդ մարդու իր պապական իր բնորանը, իր հայկական Արցախը
հայկական լինելով դա մենակ արցախցիներին չի եղել։ Եկեղեցիները, որ քանդում են, դա արցախցիների եկեղեցիները չեն, դա հայ ազգի, մեր հայ առաքելական եկեղեցու, մեր կրոնական պատկանելիության այդ սրբություններն են։ Ինչ կապ ունի, ինչ եկեղեցի որտեղ են քանդում։ Հիմա ամեն տարածքում որ եկեղեցին քանդում են կամ էս դա կապ ունի մենակ այդ տարածքի ժողովրդի։ Ստեղ գիտեք, ես այսքան բառեր օգտագործելով նորից եմ ասում ու ասում, ես ոչ թե ուզում եմ ձեր մեջ արտնացնեմ ինչ որ հասկանալի զգացմունքներ կամ արժանապատվություն, ես ասում եմ սա շարունակական է լինելու, գալու է ձեր դռները ծեծի։ Ցավոք սրտի ես այդ վտանգը տեսնում եմ։ Արա մի հատ ղեկավարը ինչա որ չեք կարող վռնդեցնեք, մի հատ նորմալ վերացնվեք, նորմալ էլի մեր ազգի պատիվը, թասիբը բարձր պահենք։ Այդ անտեր փողը մտավ բոլորի ջեբը, բոլորի տները, հիմա այդ փողը մտնելով դեր ջեբը ձեր տները, այդ փողով էլ ձեզ վաճառում են նորից, հասկանում եք դուք։ Այսօրվա իրավիճակում մենք նորից եմ ասում, ունենք բոլոր հնարավորությունները։ Ընդդիմադիր այդ ներկայացուցիչներին էլ եմ ասում։ Ունեք, ես տենում եմ հանրության կողմից, ժողովրդի կողմից, որ մեծ աջակցություն կա ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր այդ առաջնորդներին։ Շարունակեք նույն ձևի, բայց ավելի կրկնապատեք աշխատանքները հանրության ժողովրդի հետ։ Շփվեք, ժողովուրդը այդ պակասությունը ունի։ Ժողովրդին բերեք մի հատ համախմբված դաշտում, մի հատ ազգային ուժ ձևակերպենք, կգա այդ ժամանակը, ես նորից եմ ասում, կտեսնենք սրանց իրենց վախից, իրենք իրենց են խփելու, իրենք իրենց են սպանելու, չի գալու հասնի այդ պատիժը, որ մեկը գնա իր ձեռքերը կեղտոտացնի սրանց նմաններին։ Հենց իրենց ձեռով էլ իրենց դատավճիռը կայացնելու են, ես ասում եմ։ Այսքան ժամանակի ընթացքում նորից եմ ասում, այս քանի օրվա հարցերա, երկու շաբաթվա հարցերա, ունենք ճակատագրական որոշումներ կայացնելու բոլոր այդ պահերը, այդ պայմանները։ Սիրելի արցախցիներ, ես էլ ձեզ նորից եմ ասում, ուշադրություն մի դարձրեք մի քանի զիբիլ արցախցիներ, որ աջակցում են կամ էլ էդի զիբիլը, մեր մեջին էլ դա էլ մեր զիբիլներն են։ Ոչ մեկը նորից եմ ասում, չընկճվեք, չկոտրվեք, Արցախի հարցը ոչ մեկը չի փակելու, այս սրամը մի ասած բառին էլ կամ էլ ինչ որ մտքերին էլ ուշադրություն մի դարձրեք, որ ասում եք, ցավը պկատ կինա։ Այդ խոսքերով էլ բանարեք, որ ասում թող գնան ռադները քաշեն։